Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարության հայտարարությանը, հատկապես երբ որ դա հնչում է Հայաստանի իշխանությունների հավաստիությունների տրամաբանության ներքո, գիտեք, այլ բան է թե ինչ է ուզում կամ ինչ ցանկություն ունի Հայաստանի Հանրապետությունը կամ նրա իշխանությունը, լրիվ այլ բան է թե ինչ են մտածում քո այն հարևան պետությունները, ովքեր քո երկրի նկատմամբ բարբերաբար արտահայտում են տարածքային հավակնություններ, ովքեր տարբեր շրջաններում կամ վերջին 3 տասնամյակում բազմիցս ագրեսիա են դիմել քո ժողովրդի կամ քո պետության նկատմամբ։ Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր առիթներով բավականին հստակ ասել են, որ աշխարհում ներկայումս գործում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ գերակայող է ուժը, եւ այս պարագայում նրանք համարում են, որ 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած ժամանակահատվածը, Հայաստանի տարբեր տարածքների օկուպացիան 20-23 ժամանակահատվածում, 23 թվականին Արցախի ամբողջական օկուպացիան, նրանք համարում են, որ տեղի ունեցել ոչ թե իրավունքի, այսպես ասեմ, հրմամբ, այլ դա տեղի ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի ուժի գերակայության պայմաններում։ Հիմա եթե իրենց համար այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը ռազմավարական խնդիր է եւ իրենք Հայաստանի հետ չեն կարողանում իրենց պատկերացումների շրջանակներում լուծում գտնել, ապա որևէ մեկը չի կարող բացառել, որ այդ ամենը տեղի կունենա ուժի կիրառման միջոցով։ Ընդ որում, երբ որ մենք խոսում ենք Սյունիքի մասին, պարտադիր չէ այդ ագրեսիան, էսկալացիոն դրսևորումները, հնարավոր մասշտաբային գործողությունները տեղի ունենան բացառապես Սյունիքի նկատմամբ։ Հնարավոր է տեղի ունենան սահմանագծի մեկ այլ ուղղությամբ, բայց նպատակը լինի մեկը՝ ճնշման միջոցով եւ սադրանքներ հրահրման միջոցով հասնել Հայաստանի կողմից զիջմանը։ Այնպես որ իմ համար խիստ զարմանալի է, երբ որ հայաստանյան իշխանությունները եւ հատկապես իշխանության գլխին կանգնած անձը նման հայտարարություններ է անում, որովհետեւ լրագրողների մտահոգությունը, հանրության մտահոգությունը ոչ թե այն է, թե ինչ ցանկություն ունի Հայաստանի այս կամ այն իշխանությունը կամ այս կամ այն գործիչը, այլ իրենք որպես պետության ղեկին կանգնած անձանց փորձում են հասկանալ, թե որն է իրավիճակի ռազմաքաղաքական գնահատականը եւ ինչ կանխատեսումներ կարող են դրա հիման վրա ծնվել, ինչը Հայաստանի իշխանությունները փորձում են ամեն անգամ խորամանկորեն շրջանցել։ Մեկ րոպե ունենք, վերջին հարց, Ֆակտոր TV։ Պարոն Աբրահամյան, չնայած Սամվել Կարապետյանի հետ կապված դուք ձեր դիրքորոշումը եւ քաղաքական նաեւ թիմի արտահայտեցիք, բայց ինձ հետաքրքիր է դուք անձամբ ինչպես եք հասկանում գործարարի հայտարարության մեջ հնչած ձևակերպումները, որ եթե քաղաքական գործիչ